դեպի տեսախցիկները։ Պարոն Սողոմոնյան, Հայաքվեն առաջիններից էր, որ հայտարարություն տարածեց եւ ընտրական պրոցեսը փաստացի Ինչ է կարծում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային այս ալիքի դժգոհությանը ականջալուր կլինի, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը պնդում է միայն իր քվեներն են օրգանիկ, մյուսները, այսպես ասած, ընտրակաշառքով են։ Առայժմ սպասում ենք, ճիշտ է դեռևս, այսինքն այն հայտարարությունը, որ վերաբերում էր ընտրությունների արդյունքներին տեղի ունեցավ, բայց այդ 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու որոշումը դեռևս չի ընդունվել եւ սպասում ենք այդ որոշման ընդունմանը։ Եթե այդ որոշումը լինի բացասական, ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Կստացվի, որ ցանկացած ընդդիմադիր ուժի, որ տեղամասերում, որ ձայները շատ են, կարելի է դրանից հետո անվավեր համարել եւ այդպիսով ընտրությունների ինստիտուտը ընդհանրապես գերեզմանել եւ մարդկանց ընտրական իրավունքի ինստիտուտը ընդհանրապես թաղել հողի տակ, սա կլինի դրա հետևանքը։ Մենք հիմա այստեղ կանգնած դրան ենք սպասում, հույս ունենանք, որ ողջամտությունը կհաղթանակի, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե ի պաշտոնե եմ ես ասում, անկախ պետական ինքնավար մարմին է եւ պարտավոր է իր ֆունկցիոնալ առաքելությամբ առաջնորդվել, այլ ոչ թե պատվերով։ Այսքան մարդկանց այստեղ կանգնելու իմաստը հենց դա է, որպեսզի հանձնաժողովին հիշեցնի, որ ինքը ունի գործառութային առաքելություն, ֆունկցիոնալ սահմանադրական առաքելություն։ Եվ պարոն Սողոմոնյան, ես հիշում եմ, որ մի փուլում սրանից դեռ առաջ Երևանի պետական համալսարանում այսպես թիրախավորման ալիք էր ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ եւ առաջիններից եք դուք, որ ստիպված եք հեռանալ ձեր մայրբուհից։ Այս պահին տեղյակ ենք, որ արտասահմանյան գրականության ամբիոնի շուրջ են կրքերը թեժացել եւ թիրախում այս անգամ Անուշ Սեթրակյանը եւ ոչ միայն ձեր դիտարկումները երբևէ կհավատեք, որ մայրբուհի ապաքաղաքական տեսլականը տենչող Փաշինյանը Ոնց որ մենք հյուրեր ունենք, երևի հյուրերին լսենք, հետո կպատասխանենք։ Կարծում եմ ընտրիչում են, այդ քայլին Դե բնականաբար զարմանալի չէր։ Եվ ոչ միայն Անուշ Սեթրակյանի հետ կապված, այլ Ալեն Ղևոնդյանի հետ կապված, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը այսօր լրացվել է, նրա հրապարակային խոսքի վրա արգելք է դրվել։ Իսկ ինչ վերաբերում է արտասահմանյան գրականության ամբիոնին, 1929 թվականին հիմնված ամբիոնը փակվում է նրա համար, որովհետև Անուշ Սեթրակյանը ամբիոնի վարիչը այլ քաղաքական հայացքներ ունի, քան որ իրենց պետք է։ Սա 37 թիվն է ինձ հիշեցնում, համալսարանի գիտական խորհրդի դահլիճում բոլոր ռեկտորների նկարներն են։ 37-38 թվականների ռեկտորները մի քանիսն են, 2 ամիսը մեկ ռեկտորներ էին փոխվել։ Այսպիսի բռնաճնշումներ մայրբուհի նկատմամբ մեկ էլ եղել է 37 թվականին։ Ես ամփոփեմ, որ